Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է եւ ես շարունակում եմ ձեզ ներկայացնել ազգային վերելքի ուղի անունով գործողությունների ծրագրի ուրվագիծը։ Դա կարևոր է այն առումով, որ առաջիկա ընտրություններում ինչպիսի ելքեր որ լինի, մենք խնդիրներից չենք ազատվելու։ Ես ձեզ ամեն թողարկման ժամանակ այս ծրագրի հիշեցնում եմ եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը սևեռեմ դրա վրա։ Եթե իշխանությունները շարունակում են իշխանավորել ընտրություններից հետո, ապա լուրջ վերլուծաբանների կարծիքով դա լինելու է Հայաստանի վերջ, որպես պետություն ինքը վերանալու է ժողովուրդն ցակոցրիվ լինի եւ ազգակիր հատվածը ըստ էլի անհանգիստ մարդկանց կամ թողնելու է հեռանա այդ թուրքացած երկրում կամ ասենք բարփակվելու ինքն իր մեջ եւ հարցի առաջանալու ենթադրենք հեռացան, ենթադրենք բարփակ մնացին այստեղ, ինչ է լինելու իրենց հետ արդյոք մենք ինչ որ մի կառույց ենք ստեղծելու որոշակի գաղափարախոսությամբ, որպեսզի կարողանանք ազգակիր շրջի ցրվելու դեպքում համահավաք պահել, ինչպես արել են որոշ ժողովուրդներ, կամ եթե մնում են այստեղ, ապա ինչպես պիտի կարողանան իրենց տեսակը պահպանել, ինքնությունը պահպանել, հատկապես որ միայնակ չեն կարող, ինչ համակարգով, ինչ կառույցով։ Այս հարցերի պատասխանները ես չեմ տեսնում քաղաքական դաշտում, իսկ ահա ազգային վերելքի ուղի գործողությունների ծրագրի ուրվագիծը, որ ներկայացնում եմ, նաև այս դեպքի համար ունի առաջարկներ։ Իսկ երկրորդ դեպքը ենթադրենք իշխանապահություն եղավ, ես էլի ասել եմ նորից ձեր ուշադրությունը սևեռեմ այդ փաստի վրա, որ այն մարդիկ ումից որ դուք խորշում եք, իսկ դրանք 100,000-ներ են, եթե ոչ միլիոն, նրանք մնալու են, նրանք չեն անհետանալու, չեն իշխանազրկվելու եւ այդ շերտը, քանի որ մեծաքանակ է ազգակիները սակավականակ, իրենք առնվազն 1000 տարի մեր իրականություն իրենք են որոշել։ Իրենց մտածողությունը, իրենց փիլիսոփայությունը, իրենց բարքերն են մեր իրականությունը որոշում։ Ինչ են անելու, նոր իշխանություններ ունեն, այդ պատկերը, ել չեմ ասում դրա լուծումը։ Ես էլի չեմ տեսնում։ Իսկ ահա այս ծրագիրը ես ներկայացնում եմ գործողությունների ուրվագիծը այս դեպքի համար էլ ունի այսպես առաջարկներ, ոչ միայն առաջարկներ, թե ինչ անել, այլ նաև ինչ որ չափով նաև վերլուծություններ համաշխարհային փորձից։ Այնպես որ անհրաժեշտ է այս ամենը, ինչ որ ձեզ ներկայացնում երկու դեպքի համար էլ։ Հիմա շատ սեղմ հիշեցնեմ, թե ինչ եմ ես ձեզ ներկայացրել, ուրեմն նպատակը ես եւս մեկ անգամ ֆիքսեմ, որովհետեւ սա կարեւոր է, ինչ ենք արձանագրել։ Երկիրը ներկա դժվարին վիճակից հնարավորինս նվազագույն կորուստներով հանելու մեր տեսակի հարատևումը եւ առաքելության իրականացումն ապահովելու համար հարկավոր է իրականացնել ժողովրդի մտածողության արմատական վերափոխում, հասնելով ազգային անհրաժեշտ ինքնակազմակերպման, սա զգում եք, որ դրա կարիք կա, կարգի բերել Հայաստանը, զորացնել այն, ստեղծել իրական ազգ բանակ, սա պահանջում է աշխարհաքաղաքական վիճակը, դրանով չբավարարվելով կարգի բերել սփյուռքի մեր համայնքները, զորացնել դրանք, ակտիվ մասնակից դարձնել տվյալ երկրի, որտեղ որ իրենք գտնվում են, հասարակական, քաղաքական կյանքում ունենալ մեր լոբինգը աշխարհի պետությունների մեծ մասում ներգրավվել միջազգային կառույցներում, հիմնել համաշխարհային համայնքական կառույց իմի բերելու հայության տնտեսական, գիտական, ռազմական, ֆինանսական այլ հնարավորությունները ազգային գերնպատակին հասնելու համար։ Իսկ ազգային գերնպատակը այս թվարկումների ժամանակ ֆիքսում ենք եւ ասել եմ, թե որ կառույցը պիտի սահմանի դա։ Այս ամենն անելով կվերածվենք համաշխարհային գործոնի, արդեն շատերը այլազգիները տեսնելով մեր հնարավորությունները կձգտեն դաշնակից լինել մեզ, իրենք կձգտեն, ոչ թե մենք խնդրենք սրան նրան որպես փոքր եղբայր, հետո երբ որ ուզենան գցեն։ Հիմա այս ամենը անելու համար իսկ սա ոչ թե իմ ցանկությունը, ոչ թե իմ երազանքն է, այլ վերին ուժերի սահմանած նպատակն է հայ ժողովրդի առաջ, կամ ինքը դա անում է, կամ ասենք գիտեք ինչ է լինելու։ Այս խնդիրը լուծելու համար առաջարկում է ստեղծել նվիրալների խորհուրդ, մարդիկ, որոնք կյանքի նպատակ են դարձնում այս ամենը իրականացնել։ Եվ ես հիմա մանրամասն չեմ անդրադառնա դրան, նախորդ թողարկումներում կա,
ինքը վերջնարդյունքում ստանձնելու է խորքային իշխանության դերը։ Իսկ որպեսզի այս խնդիրները կարողանա լուծել, վերյալների խորհուրդը իմ պատկերացումներով ինքը պիտի ստեղծի որոշակի խորհուրդներ, որպեսզի առաջի փուլում ինքը ստանա անհրաժեշտ տեղեկությունները այս խնդիրը լուծելու համար։ Նախ եւ առաջ իրեն ինֆորմացիա, տեղեկությունները պետք։ Եվ դրա համար ես առաջարկում եմ ստեղծել արժեհամակարգային խորհուրդ, որտեղ միավորվում են այն անհատները եւ կառույցները, որոնք ապագա Հայաստանի տեսլական ունեն, որը բխում է իր առաքելությունից եւ նաեւ ունեն մտածումներ, մշակումներ, թե այս վիճակից ինչպես գնալ հասնել այդ նպատակին։ Ու բարձ այդտեղ նաեւ պիտի լինի վիճակի նկարագրությունը։ Աշխարհաքաղաքական հետազոտությունների խորհուրդ է առաջարկել, որը պիտի դա կարևոր հարցերի պատասխաներ, այդ թվում նաեւ ինչ աշխարհաքաղաքական ուժեր են խառնված այստեղ, հակահայ ինչ պլաններ ունեն նրանք եւ ինչպես կարող ենք մենք դիմակայել, որպեսզի կույր չլինենք։ Սա անհրաժեշտ է, բայց դա բավարար չէ, մեզ պետք է իմանալ ով է ժողովուրդը, ինչ արժեքներ է ունեցել, արդյոք ունեցել է թե չի ունեցել, եւ պատմագիտական խորհուրդ է առաջարկում ստեղծել, որը քննում է ժողովրդի ողջ պատմությունը եւ բարձում թե որպիսին է եղել նրա կերպարը իր առողջ վիճակում։ Վերջում մենք ապակինման խնդիր ունենք։ Եվ հստակ ձևակերպում է, ոչ թե ձևակերպում, այլ վերասահմանում է, գնում է, թե որն է մեր ժողովրդի ազգի առաքելությունը։ Եթե սա չկա, դուք լինում եք այն ինչ որ կա։ Սա ընդհանրենք ունենք, մեզ այնուհետև անհրաժեշտ է, իսկ ինչու մենք ընկանք, եթե մենք ունեցել ենք վերելքային փուլեր, ինչու ենք մենք այս վիճակին։ Սա պատասխանը պետք է ունենանք։ Այսպես ասած հիվանդության պատմություն, երբ ենք ընկել, ինչու ենք ընկել եւ վերջնահարցունքում ժողովրդի իրական վիճակի պատկերը պիտի դրվի սեղանին։ Սա եթե չկա, դուք ամենամեծ ցանկության դեպքում հաջողության չեք հասնի։ Այս տվյալները ունենալուց հետո ուրիշ խորհուրդներ կան, որոնք այս ամենը վերլուծում են, աշխարհի փորձից ելնելով առաջարկներ են ներկայացնում, համակարգ են ներկայացնում, մոտարապես այն ինչ որ ես ասում եմ, ավելի այսպես համակարգված։ Այնուհետև ես ձեզ ներկայացրեցի, որ այս ամենատեսական աշխատանքներ են, իսկ իրականությունը դժնդակ է ի վնաս, ժամանակ հոսում է ի վնաս ազգակիրերի եւ այսօր անհրաժեշտ է կանխարգելիչ, ինքնապաշտպանական, գոյաբանական ինչ որ խնդիրներով զբաղվել։ Եվ ես դրա համար առաջարկում եմ ստեղծել ազգակիրների միություն, առաջարկում եմ ստեղծել ինքնակազմակերպման նախաձեռնող խումբ եւ շատ արագ ասեմ, այդ խորհուրդը առաջարկում է, որ ինքը ձևավորել այսպես առանձին ենթաբաժիններ ներքին գործերը կարգավորող իրավական, դատական, անվտանգային, սոցիալական ազգակիրների սոցիալական խնդիրով զբաղվի, աշխատանքի տեղավորում, առողջապահության, կրթություն, մշակույթ, տնտեսություն, ազգակիրների իրենց համար ներքին կարգավորի, հետո նաև սրանք հիմնականներն էին, լրացուցիչ էլի ինչ որ առաջարկներ կար, որ ունենանք ազգային պահպանողական երիտասարդական շարժում, ազգային ուղղվածության կուսակցությունների խորհրդի հիմնում կամ սեփականի ստեղծում։ Ես արագ եմ ասում, նախորդ թողարկումների մեջ կա ու նաև հիշեցնեմ ազգային վերելքի ուղի Facebook-յան խմբում առավել մանրամասն կետե բոլորս կետերը ես բացած ունեմ, ես հիմա ընտրությունների շեմին եւս մեկ անգամ ձեզ ներկայացնում եմ, որպեսզի հիշեք այսպիսի բան էլ կար։ Ընտրությունները աճ կգնան թե ձախ կգնան, խնդիրները մնալու են։ Հիշեք, այսպիսի բան կա։ Ես առաջիկա թողարկումներում խոսամ այն մասին, թե կոնկրետ ինչ պիտի անենք մենք։ Հետո արհմությունների կայացման նպաստում ստեղծագործական միությունների ակտիվացում, ոլորտային էլիտայի կայացման աջակցում, գյուղական շարժում նախաձեռնության հիմնում, զարգացում, նպատակը մեկ առանձին համայնքում այդ մեր երազած պետության փոքր տարբերակի ստեղծումն է, Սփյուռքի հետ կապերը կարգավորող խորհուրդ եւ այդ ներկայացուցիչների այս խորհուրդների ներկայացուցիչները հավաքվում են, այսպես բառնում են ինչ-որ կառավարություն կամ խորհրդարան, ինչպես կուզեք, ազգակիրների 60,000-անոց այդ կառույցի մարդկանց ինչ-որ կարգավորելու համար, ասի նպատակը ինքնապաշտպանական, գոյաբանական եւ տեսակի խաթարումը, տեսակի պահպանության խաթարումը դիմակայելու նպատակով։ Մենք հիմա ցակուցրիվ ենք, ոչինչ էլ չենք անում, ընդամենը Ժգոհում ենք։ Հաջորդ քայլը հիմա
որ այսօրվա օրակարգային է, ենթադրեք այս ամենը արվեց, 60,000-ին այսպես խմորումներ եք ստեղծել, այս բաժինները ստեղծել գնում են գալիս են, սա դեռ վերջի չի։ Մենք պիտի ստեղծենք պետություն, որը ժողովրդին տանելու է դեպի այն ապագան, որը սահմանված է վերուստ։ Եթե հիմա մենք զննենք մեր պետության վիճակը, ինչ կտեսնենք։ Ուժայինները, դատաիրավականը, նախարարություններ, մարզպետարաններ, պարզ երևում է, չէ՞ պատկերը։ Չկա այդ պետությունը։ Իսկ չկա, ես գիտեմ դուք շատ պատճառներ եք բերում, անձերյաններ եք տալի, ինձ համար անձերը քիչ դեր են խաղում, ինձ համար երևույթներն են կարևոր եւ ես բնաբան ընդունում եմ որպես հիմնակար Հովհաննես Թումանյանի կանխատեսումը արված 1910 թվականին, 1910 թվականին եւ մեզանից ոչ մեկը դեռ չէր ծնվել, ոչ մեկը, ոչ իշխանավոր, ոչ ընդդիմադիր, ոչ նախկին, ոչ ապագա չկայինք։ Մենք չկայինք, բայց Թումանյանը ցավով ասում էր, որ ինչ որ մի հայություն այնպիսի մի բազմություն է, որ ինքը ամեն ինչ կունենա ճակերտներում, գրականություն, մշակույթ, արվեստ, ամեն ինչ կունենա, բայց այդ ամենը նման է լինելու ներսից ճիճվի կերած պտղի նման։ Եվ պարզ է, որ այդպիսի հանրությունը եթե մի օր բախտ ունենար պետություն ստեղծելու, որ ունեցավ, իր պետությունը եւս լինելու էր ներսից ճիճվի պտղի նման։ Հասկանում եք, մինչև 2018 թվականը ես լավ գիտեմ, դուք դժգոհում եք, տրտնջում եք, ինչ որ վատ մարդիկ են մեղավոր, պարզապես դրանից հետո վարակույրը բացվեց եւ դուք տեսակ, որ Հովհաննես Թումանյանը ճիշտ էր, հիմա աստիճանաբար սկսում եք տեսնել, աստիճանաբար սկսում եք զարգանալ եւ պարզ է, որ այդ պետությունը իմ կարծիքով այնպեսի ահավոր վիճակում է, որ գրեթե անհնար է նրան վերափոխել։ Ենթադրենք, թե եկակ իշխանության։ Ես չեմ բացառում, որ հնարավոր է այսպես հզոր կամային մարդիկ գան, գաղափարապես թրծված, պատրաստված եւ այսպես ճաշումներով, ստուգումներով, այսպես վերահսկումներով ինչ որ փոխեն ճառնչալով ինչ որ երկար ժամանակ հետո։ Բայց այդ մարդիկ կլինեն թե չէ։ Սովորական իշխանապողություն, որ արեցիք, ասենք էլի ուտելու է իրականությունը բոլորին։ Այս ներսից ճիճուն, որ կա, տարերով գալիս է, խժռելու է, իրենց էլ է խժռելու։ Դժբախտաբար իրենք այդ պատկերացումը չունեն ու խնդիրն է լավ չեն պատկերացնում։ Հիմա ինչ անել այս դեպքում։ Եթե այդ պետությունը, որ ունենք ներսից ճիճվի կերած է, դուք էլ տեսնում եք սա համարկում եք, ինքը ոչ միայն չկա, ինքը հակապետություն է, ազգակիների դեմ։ Հասկանում եք։ Եվ աշխարհի փորձը, որ ես զննել եմ, ինչ անել այս դեպքում, ես տեսել եմ ու իմաստուն մարդիկ էլ ասում են, հնի դեմ պայքարելու փոխարեն դուք նորը ստեղծեք։ Եվ այ ես առաջարկում եմ, այս առաջարկս 2007-ից վերելքակոմբում քննարկել ենք, ինչ որ մտածում մարդկանց հետ ձևավորել, ձևակերպել, այդ թվականից առաջարկում եմ, որ ստեղծեք այդ փոքր պետության մոդելը։ Ենթադրենք այդ ազգակիրների միություն արեցիք 60,000 եկան խմորումներ եղավ, արդեն հատուկ մարդիկ, որոնք այս պետության նախահայրերը պիտի լինեն, իրենք ուշադիր հետևում են։ Իրենց մեջից ընտրում եք այն մարդկանց, ովքեր ավելի շատ պատրաստ են նոր պետության համար։ Այսպես ասած մի դղյակ եք սարքում պարիսպներով, այդ 60,000-ը դրսում են, մի քիչ հեռու են մնացածները, որոնց դուք գործ չունեք։ Այդ 60,000-ից սկսում եք տեստերով, ընտրելով ներս բերել այդ դղյակի մեջ, ամրոցի մեջ մարդկանց եւ ստեղծել փոքր պետությունը։ Մաքուր, որպեսզի իսկ այդ դարբասների մոտ ֆիլտրերը պետք, որպեսզի կեղտը այս իրականության մեջ որ կա չկա ներս։ Ստեղծում եք այդ պետությունը, ասեմ, սա ես չեմ հնարը, ես աշխարհի փորձում եմ տեսել մի քանի դրվագներ։ Ես գիտեմ, այդ մասին մանրամասն ներկայացրել եմ, կարող եք տեսնել ազգային վերելքի ուղի խմբում եւ ինչ եմ սովորել նրանցից ես։ Եվ սա էլ տեսնում եմ ես, չասեմ միակ տարբերակ, բայց տարբերակը այս իրականությունը փոխելու։ Ուրեմն հավաքվում են եւ այդ մարդկանց հետ ստեղծում են մի փոքր պետություն, որը այդ ազգակիրների միությունից տարբերվում է նրանով, դա մի քիչ ազատ կառույց է, հասկանում, կիսաշարժումային մի բան է այդ ազգակիրների միությունը, որ կա։ Իսկ այստեղ արդեն կա իր օրենքները, խիստ անդամները ընտրությամբ են անցնում, դատաիրավական համակարգ կա, պատժի մեխանիզմներ կա, նպատակ կա դրած եւ ցանկացած մարդ, որ պիտի այդ համակարգի մեջ անցնի պաշտոնի, խիստ ձևերով պիտի տեստեր անցնի։ Այ օրինակ ես հանդիպեցի ԱԱԾ նախկին աշխատակիցների այսպես խորհուրդ ՀԿ ունեն հայտարարությունը, առաջ կետում գրած էր
հայրենիքի եւ այսպես բաժները դրա չափորոշիչներ հայրենասիրություն, ազնվություն եւ այլը, ես գրեցի սա ամենակարևոր կետն է, ես ել ավելի կխստացնեի այդ չափորոշիչները, հատկապես տեսնում եք, չէ՞, ինչ վիճակ, բոլոր տեղերը այդպես պիտի լինի, բարդ էստեր, մարդներ պիտի ինչ որ փուլերանցնի, լիավստահ որեկավ այստեղ ու ինքը չի կարող այդ նպատակը չիրականացնել եւ ոչ թե հիմա ում ասես մենք դրել ենք պաշտոնների եւ ինչ եմ ես տեսել ուրիշների մոտ, որ ասենք իրենք ստեղծել են պետության մեջ։ Մի դեպքում այդ ժողովրդի իրենց ազգակիր հատվածը իրենց պետության մեջ էր ստեղծել այդ փոքր պետությունը։ Մի դեպքում այդ ժողովուրդը, որը ստեղծել ուրիշ պետության մեջ գնացել են եւ ուրիշ պետության մեջ էին ստեղծում թշնամական միջավայրում։ Այն առաջինն էլ էլի կիսա թշնամական էր, որովհետեւ իշխանությունները իրենց չէին։ Իրենց երկրում էր, բայց իրենց չէին։ Ոնց որ ասենք մեր մոտ հիմա։ Երկու դեպքում էլ մարդիկ հաջողեցին։ Ես հիմա դա եմ առաջարկում արդեն քանի տարի, համարյա 20 տարի։ Եվ ինչ բաժիններ կարելի է ունենալ, որպեսզի կարողանաք այդ միկրոպետությունը աշխատեցնել։ Ապագա իդեալական պետության մանրակերտը դա պիտի լինի։ Նշածս այդ կառույցները, որոնց ես արագացրեցի, դες պիտի տեղեկությունները կան, նվիրալների խորհուրդ ունենալով պիտի ասի, հա, ապագա պետության մանրակերտի մեջ պիտի առաքելությունը սա լինի, բարոյական կերպարը սա է, պաշտոնյաների չափորոշիչները սա են, երկրի նպատակը սա է եւ խիստ վերահսկողություն պաշտոնների մերիտոկրատական համակարգ լինի, արժանավարություն, ինչպես ասում են։ Հիմք ընդունելով ասեցի նախքին այդ ներկայացված բաժինների արդյունքները։ Հիմա Ընդհանրեն կառույցը ստեղծեցինք այդ մինի պետություն ազգակիրների, հետևյալն է առաջարկվում եւ ստեղծվում է պատասխանատուների խորհուրդ, ըստ նախարարություն պատկերացրեք, ես իրենց բաժիններ եմ ասում, բաժիններ կան, կառավարիչներ, պատասխանատուներ, իրենք պատասխանատու են դեռ այսպես պաշտոնյա չեն, քանի որ կայացման փուլում է, իրենք են կառավարելու, որի անդամները հենց դառնում են այդ բաժինների ղեկավարները դառնում են պատասխանատուների խորհրդի անդամ։ Ինչ բաժիններ եմ ես տեսել, արտացել ուրիշներից, որ ասենք այլ են։ Գաղափարական բաժին, մշակում է կառույցի գաղափարական հիմնադրույթները, սա մասամբ նվիրալների խորհրդի ուրիշ բաժիններից էլ է, բայց չի խանգարում։ Կազմակերպում է անդամների ընդունելություն, ես որ ասեցի ինչ որ ձևերով, մշակում է անդամների դասային աստիճանների չափորոշիչներ, շնորհում դրանք, այսինքն մարդը հենց այնպես չի կարող գնալ ամեն պատահած մարդ գնա դառնա դեպուտատ ու հիմա նայում եք ու գլուխներդ բռնում եք, չէ՞, կամ նախարար, ոչ չեմ ուզում իրենց ներկայացնեմ։ Առաջարկում է կառույցի հիմն գերբ դրոշ այդ գաղափարական բաժին, այդ միկրոպետության, իրականացնում է քարոզչական աշխատանքներ, մշակում է համերաշխ կոլեկտիվի կայացման հիմնադրույթներ։ Սա գաղափարականներ։ Հետո գալիս է ներքին կարգի պահպանության բաժին։ Եթե հիշում եք ազգակիրների միությունում եւս կար ներքին կարգի խորհուրդ, նա արդեն մի քիչ գլոբալ, սա արդեն ավելի կոնկրետացված է։ Ինչ է անում ինքը։ Անդամներին տրամադրում է իրավական աջակցություն կառույցին, ասենք իրավական անվտանգություն, ՊՆ եւ այլ, այս ամեն ինչ է ստեղել։ Դատա իրավական process-ներ, հիմնում է փաստաբանական ենթաբաժին, ինքը իր անդամներին եւ ներսում պիտի աջակցի իրավաբանորեն եւ դրսում։ Ապահովում է ներքին արդարադատություն, առաջարկում է ներքին դատարանի կազմ, իրագործում է կառույցի դատարանի որոշումները, որոշում եղավ, ոնց որ հիմա դա կա եւ այլը գնում իրականացնում է։ Հետևում է, որպեսզի քաղաքական ու կրոնական քննարկումները ներսում լինեն զուտ գաղափարական հարթությունում, չպարունակեն հակաքարոզ, վիրավորանք, ինչ որ դուք տեսնում եք համացանցերում, քաղաքական կազմակերպությունների կրոնական հոսերի եւ անձերի վերաբերյալ, որպեսզի աղբետ չգա ներս, այդ Պարիսը, որ կա մաքուր զուլալ ինչ որ մի անկյուն պիտի սարքեք։ Համակարգում է անվտանգության պաշտպանության ռազմի գործի ուսուցման աշխատանքները, այնտեղ ազգբանակ ասեցին, չէ՞ պիտի լինի։ Հետևում է պատասխանատուների խորհրդի որոշումների կատարման ընթացքին, այս ամենը ես փորձարկել եմ։ Քննում է կարգազանց, ինչպես նաև իրենց պարտականությունների կամ կառավարման խորհրդի որոշումները չկատարած կամ թերի կատարած անդամների գործերը կարգազանցներին անում է նախազգուշացում կամ նկատողություն, ավելի խիստ բաժանչափի կիրառման անհրաժեշտության դեպքում խիստ նկատողություն կամ հեռացում, քննված գործով կայացած որոշման նախագիծը ներկայացնում է ՊՆ հաստատման։
Սա կարող է ուտոպիա թվա կամ սա համարկելի բան, բայց այսպես են սարքում պետությունները, հարգելիներս։ Հաջորդը մյուս բաժինը մշակույթի, գիտության, կրթության, երիտասարդության բաժինը։ Ենթադրելի է ինչ է լինելու, քանի որ ազգակիների միությունում էլ ուներ, բայց ես առանձնացեմ։ Մշակում է կառույցի մշակութային քաղաքականությունը, հստակեցնում է կառույցի անդամների համար վարքականոն, էտիկետ, ապահովում է անդամների հաղորդակցությունը մշակույթին, նպաստում է համերաշխ կոլեկտիվի կայացմանը, նպաստում է երիտասարդական պատանեկան ենթակառույցների ստեղծմանը, կազմակերպում է գիտաճանաչողական սեմինարներ, ստեղծում է սեփական ուսումնական կենտրոն, ստեղծում է կառույցի համար երաժշտական համակարգ։ Սա շատ կարևոր, ես սրան անդրադարձել եմ կոնսերվատիվ հեղափոխության աշխատության մեջ, որը էլի դրված է ազգային վերելքի ուղի Facebook-յան խմբում։ Հաջորդը տնտեսության բաժին։ Սա ասենք անդամների տնտեսական գործունեության նպաստելն է։ Նպաստում է անդամների բիզնես նախաձեռնությունների զարգացմանը, անդամների անկետանների տվյալների հիման վրա առաջարկություններ ներկայացնում գործարար անդամներին, սպառման ներքին շուկայի իրիկին շուկան ունեն, չէ՞ ասենք, կառույցում արկա հումքի օժանդակա սարքումը եւ այլ պարագաների վերաբերյալ։ Իդեալականի պես մի բան եք սարքում։ Մարդ ես ուզում ես ինչ-որ բիզնես դրես, հիմա որ գնում ես 1000 տեղից կաշառք է, չէ՞ ուզում։ Դու դիմելու ես, այդտեղ իրենք մտածում ինչով քեզ օգնեն, բոլորը լինելու են եղբայրներ ու քույրեր, մի մեծ ընտանիք է լինելու։ Այս եղբայր քույրեր, որ ասում եմ կրոնական բաներ մի տարեք, այսպես իրար մեծ ընտանիք է լինելու, որը ունեցել ենք ժամանակին։ Տրամադրում է մեթոդական օժանդակություն, աջակցում է կառույցի անդամների ունեցած արտադրանքի իրացմանը կառույցի ներսում եւ կառույցից դուրս, սպառման ներքին շուկայի պատկերից ելնելով անդամներին ներկայացնում է բիզնես առաջ։ Ինքն է դիմում, ասում հարգենես, մենք 5000 հոգի ենք, հացի կարիք կա, ով կարող է արտադրել։ Ահա մենք քեզ փողը կտանք, սարքերը կտանք, արտադրի մեզ համար, ինչի են գնում ուրիշներից առնում են ձեր իմացածներից։ Հասկանում եք, այս կարգի բաներ։ Դուք պատկերացեք, այս կառույցի անդամ լինեք։ Կուզեիք, չէ՞։ Մշակում է տնտեսական ինքնապահովման համակարգ, նպաստում է կառույցի տնտեսական միավորների ստեղծման, այսինքն կոլեկտիվ սեփականություն էլ է ունենում, ասենք եթե դրեք անուն ունի ինչ որ ԱԲԳԴ կոլեկտիվ ինչ որ սեփականություն, պետական սեփականություն, ասենց ասած, որ այդ գումարը գնում է, ասենք իրենց բյուջեին։ Կառույցի ներքին շուկայի հնարավորություններից ելնելով բանակցությունների մեջ է մտնում այլ տնտեսվարողների հետ, կառույցի մեջ ներգրավելու կառույցի անդամների համար մատչելի գնով ապրանքներ ձեռք բերելու նպատակով իրականացնում է բարտեր։ Ստեղծում է ներդնում է արդյունավետության համակարգ։ Սա մի երջանկայի շատ ակնկեր ունի, նա էր առաջարկում, որ բիզնեսի մեջ նյութական, հոգեբանական, ոգեղեն արժեքներ համադրվի 4 համակ բիզնեսմեն չլի։ Ես հիմա մանրամասն ձեզ չներկայացնեմ, մի հրաշալի մոտեցում է սա։ Ստեղծում է հանրապետական նպատակային բիզնես ցանց, բիզնես իրականացնելու համար, համակարգում է տնտեսական մրցակցությունը կառույցի ներսում, իրար հոշոտել չլինի մեծը փոքրին չուտի եւ այլը։ Հասկանում եք։ Այս ինչ որ այստեղ կա, չպիտի լինի այստեղ։ Դուք կարող եք իհարկե լրացումներ անել, սա մի խումբ մարդկանց պատկերացումներն է վերել ակումբում մշակած։ Արտաքին կապերի բաժին ենթադրելի է, որն են գործառույթները, հարաբերություններ հաստատել համանման նախաձեռնությունների եթե կան, փոխօգնության նպատակով եկանք հասանք վերջին էջին համակարգել կառույցի արտաքին առնչությունները, դե պետությունը իր դիվանագիտությունը պիտի ունենա, համակարգել Սփյուռքի հայկական կառույցների հետ աշխատանքը, հաջորդը սոցիալական հարցերի բաժին, բարձր այդ իր փոքր այդ պետության մեջ սոցիալական խնդիրներ են լինում, մարդիկ կարիք են ունենում եւ այլը, այդ հարցերը ապահովում է, այնտեղ նաեւ կա առողջապահության բաժին, որպեսզի իր անդամներին օպտիմալ բժշկական աջակցություն լինի, ոչ կազանաբար, ինչպես ասենք, այդ ջունգլիականն է, աշխատանքի տեղավորման հարցեր եւ ֆինանսների բաժին, որը կառավարում է կառույցի բյուջեն, անդամավճարների, նվիրատվությունների մուտքը, իրականացնում է կառույցի բաժինների ֆինանսավորումը ինքը, վարկավորում, հիմնում է կառույցի բանկ։ Այս բանկի հետ կապված շատ մտածումներ կային, օրինակներ էին բերում որոշ երկրների, որ այնտեղ անտոկոս է, ընդամենը սպասարկման վճար, այդ գիշատչական բաներ չպիտի լինի։
դուք ձեր բանկը ունենալու եք, եթե կարիք կա, ստուգելու է, հատկապես բոլորն էլ ազնիվ մարդիկ են, հնարավորության սահմանելում իրար աջակցելով, որ կարողանան գոյատևել ազգակիրների մասին է խոսքը։ Եթե այլ պայմաններ լինել, երբ որ սա մշակում ենք 2007-ին էր այդ պայմաններ էր։ Այդքան վտանգ չկար ազգակիրներին։ Հիմա թիրախում իրենք են, եթե մենք սա չենք անում, ազգակիրներին չենք փորձում օգնել, որպես իրենք իրենց պահեն, տեսակը պահեն, զուլալ տեսակը պահեն, առանց այդ մենք քիչ ենք։ 10% պլինենք, մի քանի տոկոս ենք, դա էլ որ քչացավ վերջ, ինչ որ սահման կա, որից հետո արդեն անդարձելի է։ Մենք մոտենում ենք դրան, հարգելիներս, ինձ որ այս ասածներին դուք այնպես մատերիալանքով մի նայեք։ Ու մի պատկերացեք այդ բոլոր բաժինները սկսում են գործել, այդ նվիրալների խորհրդի, այդ հերթով որ ասեց, այդ ամեն ինչը մենք կարողանում ենք իրագործել, մարդիկ կամ եւ այլը, մենք փոփոխություն ենք բերում։ Երկրին աստիճանաբար փոքր ստեղծում, մեծացնում ենք այդ սկզբից, ասենք, այս մինի պետության մեջ թող լինեն 1000 հոգի, մենք 60000 էինք, ազգակիրներ սկսում է տարածվել դրանց մեջ, հետո որ դուք արդեն այդ իդեալական, կիսաիդեալական համակարգը կառուցում եք, ինչքան մարդիկ կան, որ կուզենան կան ձեր մոտ։ Եվ այսպես կամաց գնում եք ներքևից, սկսում եք կառուցել, պետությունների ներքևից են կառուցվել։ Իմ առաջարկն է սա, ես ավարտեցի ներկայացումը, առաջիկա թողարկումներից մեկի ժամանակ, իդեպ ասեմ, որ 2 թողարկում է մնացել, որտեղ ես հայտարարել եմ, որ մայիսի 1-ից վերելքը շատ երկար ժամանակով գնում է արձակուրդի, պատճառները հետո կասեմ, երկու թողարկում կա մինչև մայիսի 1-ը կնվիրենք ընտրություններին, ես իմ վերլուծությունները կներկայացնեմ, ընտրությունների հետ կապված փորձելով ձեզ օգնել, որ ճիշտ ընտրություն կատարեք, չհիասթափվեք, իմանաք, որ դեպքում ինչ է լինելու, եւ վերջի թողարկման ժամանակ երևի նաեւ կխոսենք այն մասին, թե այս ամենը ներկայացնելուց հետո ազգակիրներով ինչ սկսենք անել, որպեսզի կարողանանք մեր տեսակը պահպանել, տեսակը պահպանելը դա դեռ քիչ է, որպեսզի մենք կարողանանք իրականացնել այն նպատակը, որը նախասահմանված է մեր տեսակի համար բարձրյալի կողմից, դա մենք անելու ենք։ Այսօրվա համար նախատեսել էի այսքանը, մինչ նոր հանդիպում։